Էնդոգեն նեյտրինոյի հզոր հոսքերը ձևավորվում են լիտոսֆերային թիթեղների ամենաբարձր զուգակցման վայրերում մոտ 1 ամսվա ընթացքում այն վայրում, որտեղ տեղի է ունենալու բնական աղետը։ Երկրից դուրս եկող նեյտրինոյի հոսքը ապագա երկրաշարժի վայրի վերևում փոխազդում է Երկրի էլեկտրամագնիսական դաշտի հետ և ոչնչացնում է նրա ուժային գծերը, այս դաշտը վերածելով մաղի։ Էլեկտրամագնիսական դաշտի անցքերը ստեղծում են պայմաններ, որոնց միջոցով տիեզերական ճառագայթումը սկսում է ներթափանցել մինչև Երկիր, սա ապացուցվել է լեհ գիտնականների կողմից։ Ինչպես հայտնաբերել էնդոգեն նեյտրինոյի հոսքերը, արդեն որոշ հետազոտական խմբեր դրա համար օգտագործում են շարժական դետեկտորներ։ Այս նպատակների համար կարող է օգտագործվել նաև Neutrino Power Cube-ը, անվառելիք գեներատորը, որն օգտագործում է գրաֆեն մասնիկների կինետիկ էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպելու համար, նրա հզորության աճը ցույց կտա մասնիկների հոսքի ավելացումը։ Այսինքն նման EAG-ները կարող են ծառայել որպես էնդոգեն նեյտրինոյի սենսորներ։ Եթե դրանք տեղադրվեն ամբողջ երկրագնդով մեկ, ապա հնարավոր է առցանց տեղեկատվություն ստանալ այն մասին, թե որտեղ և երբ տեղի կունենա երկրաշարժ։ Դա կանխելու համար անհրաժեշտ կլինի թոթափել տեկտոնական սալերում առկա լարվածությունը։ Դա արվում է մեծ խորությունների վրա վերահսկվող պայթյունի միջոցով, նման պայթյունն այնքան կփափկեցնի սալերը, որ դրանց լարվածությունը կթուլանա։ Արդյունքում բեռնաթափումից հետո 7-ից 8 բալ ուժգնությամբ մեկ ուժեղ երկրաշարժի փոխարեն կստանանք մի քանի թույլ երկրաշարժեր 2-ից 2.5 բալ ուժգնությամբ։ Նման երկրաշարժերի ժամանակ բոլոր շենքերը կանգուն կմնան, և մարդիկ դա չեն էլ նկատի։